Բարի վերադարձ, պարոն Գասպարյան։ Մենք ուզում ենք ձեզ հետ կարճ ուղիղ հեռարձակման բարձրացրույց անել Լիբանում տեղի ունեցած Այո, հենց այստեղ, եթե իհարկե դեմ չեք։ Պարոն Գասպարյան, Թեհրանում արգելեցին ձեր ելույթը եւ մեկ շաբաթյա գործունեությունը ծավալել։ Նախ սկսենք այդ ելույթից, միջադեպից, ինչպես կմեկնաբանեք։ Ճամփորդս տեսում եք բավական մեծ էր, ես մեկ շաբաթյա այսպես հանդերձանքով էի գնացել, որովհետև նախատեսված էր, որ Իրանի հայ համայնքի, մասնավորապես Հայդատի հանձնախմբի հրավերով, որը համայնքի ամենաազդեցիկ, քաղաքականապես ամենահասուն եւ ամենաազգային կառույցներից մեկն է, եթե չասեմ գլխավորը, Հայդատի հանձնախմբի դաշնակցության հրավերով այդտեղ էի ունենալու մի շարք հանդիպումներ, նախապես ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն Իրանի առաջատար ուղեղային կենտրոնների, փորձագետների եւ խմբերի եւ տնօրինությունների, ղեկավարների հետ հրավիրված էի որպես Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն եւ շատ կարևոր էին այդ հանդիպումները, ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի տարածաշրջանային համատեքստում հայ-իրանական համագործակցության, ինչպես նաև այն ուղղակի դիվանագիտական վեկտորի թեզը, որ Genesis Armenia մշտապես եւ անձամբ ես առաջ են քաշել այդ խնդիրների շուրջ լրջագույն քննարկումներ ունենալու իր Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Գումարած այդ ամբողջին նախատեսված էր 6 հարցազրույց իրանական առաջատար լրատվամիջոցներին, որոնցից 2-ը հեռուստաընկերություն, 4-ը թերթեր այսպես ասենք։ Եվ առանցքայինը ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման ոգեկոչման օրվա կապակցությամբ կազմակերպված ամենամյա ոգեկոչման արարողության կենտրոնական բանախոսությամբ հանդես գալը։ Մենք գնացինք, այսինքն մենք պատրաստվում էինք նաև, որ ամսի 24-ը պիտի փոխի, ամսի 23-ի գիշերը մենք իմանում ենք, որ Հայաստանի իշխանությունների անմիջական պահանջով պահանջ է եղել, ոչ թե առաջական բան, պահանջ է եղել իրանական կողմին դրվել է, իրանական կողմի սեղանի վրա, որ այս անձը որևէ հանրային հանդիպում, որևէ հանրային խոսք, public խոսք չպետք է ունենա ոչ իրանական լրատվամիջոցներում եւ առավել եւս հայ համայնքի հետ կապված։ Ինչու են այդքան անհանգստացած ձեր ելույթներով, ձեր գործունեությամբ Թեհրանում։ Իրենք անհանգստացած են ցանկացած ազգային խոսքից։ Այն անասնական, ես չեմ վարանի ասել, անասնական հակակարոզը, որ իրենք իսկ տանում են իրենց նկատմամբ, ազգը եւ պետությունը թիրախավորելով, մի քանի դեղնակտուցել կա, որ պետական շահից ու պետականությունից է խոսում, չէ՞։ Ես 3 նույնիսկ հանդիպեցի այն միջադեպի հետ կապված, որ առաջնորդանից Սուրբ Սարգիս եկեղեցու Բաքում տեղի ունեցավ, ինչ որ սկսեցին արդեն իրանահայերի գենին դիպչել, հա։ Սրանք սա են, շերիշակից ցածր իրենց կոշիկից բարձր երբեք չեմ բարձրացել։ Եվ ես հստակ սրան ձևակերպում եմ տվել վաղուց վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում կա մտքի տերոր։ Ոչ միայն հունիսի 12-ը կարող է սարքել այս իշխանություն, ոչ միայն հայրենազրկում կարող է պատճառել, ոչ միայն Արցախ կարող է հանձնել ու Հայաստանի տարածքներ հանձնել ու մարդկանց հանձնել, Բաքվի բանտերում թողնել, այլ նաև մտքի տերոր իրականացնել շատ սիստեմատիկ, շատ հստակ։ Ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս։ Սա արդեն խոսում է այն մասին, որ այս իշխանությունը ոչ մի կարմիր գիծ չունի։ Սա խոսում է այն մասին, որ ինքը մեր բնական դաշնակից Իրանի սեղանին դրել է այնպիսի խնդիր, որը մեծ հաշվով իրենք չգիտեն, ես հո գիտեմ, որպես քաղաքագետ, որպես մասնագետ երկար տարիներ Իրանի մեր գործընկերների հետ աշխատած մասնագետ, գիտեմ, թե իրենք ինչպես են տանում նման այսպես կոչված պահանջները։ Պահանջները պետք է լինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված պահանջներ կամ առաջարկներ, ոչ թե այս կամ այն գործչի խոսքի ազատությունը սահմանափակելու վերաբերյալ։ Պահանջ եղել է հստակ պաշտոնական Երևանի կողմից,
օղակները ես շատ լավ գիտեմ, ում միջոցով Հայաստանի դեսպանատան որ օղակի միջոցով են այդ ամբողջը արել, մենք էլ տեղեկացված ենք։ Պարոն Գասպարյան, նաև մեկ այլ միջադեպ տեղի ունեցավ, ինչպես դուք նշեցիք, ներկայացուցիչները հայ համայնքի թույլ չտվեցին, որպեսզի դեսպանատան աշխատակիցները մոտենան եւ հարգանքի տուրք մատուցեն ցեղասպանության զոհերի հիշատակին։ Դուք այս երկու իրադարձությունները ձեզ այնտեղ ձեր գործունեությունն այնտեղ կասեցնելու եւ այս միջադեպը փոխկապակցված եք համարում միմյանց։ Տեսեք, իրանահայ համայնքը մեր օրինակելի համայնքներից է։ Եղել կա եւ լինելու է։ Հայկական պետականության, Հայաստանի անկախության, հայահավաքի եւ հայրենակերտման միջնաբերդերից մեկը իրանահայ համայնքն է եղել մի քանի հարյուրամյակ։ Այնպես որ վերջին նույնիսկ 70-80 տարվա ընթացքում նման դեպք երբևիցե չի եղել։ Նման բան չի գրանցվել իրանահայ պատմության մեջ, ինչու, որովհետեւ Հայաստանի որևէ իշխանություն թույլ չի տվել նման լկտի եւ սինլքոր պահվածք Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխավոր ողբերգության հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։ Որևէ ղեկավար նման բան թույլ չի տվել, ուստի եւ որևէ համայնքում նման խնդիր չի առաջացել։ Առաջացել է բացառապես այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը փորձվել է կասկածի տակ դնել, փորձել է կասկածի տակ դնել պատմական եղելությունը կամ այն քաղաքականություն կոչեցյալ, ինչ որ հիմա այս սրանք վարում են։ Դրա համար սա առաջինն էր ընդհանրապես իրանահայ համայնքի պատմության մեջ, որ նման պարտքում է տեղի ունենում, եւ սա համարում եմ արձագանք պաշտոնակվանի հայրենապաշտության, արցախապաշտության, Հայաստանին նվիրված լինելու, հայության հայահավաքին նվիրված լինելու իր օրակարգը երբեք չի փոխել։ Եվ ասում եմ սա նաև բոլոր նրանց համար, ովքեր ֆեյքերով մի երկու նկար ինձ ուղարկեցին, որ Աբրահամ Գասպարյանը այս ամբողջի պատասխանատվությունը բարդում է իրանական կողմի վրա։ Եփած հավի ծիծաղն անգամ չի գա նույնիսկ նման հիմարությունների համար։ Ես գիտեմ ֆեյք ֆաբրիկան ինչ անում, ֆեյք ֆաբրիկան տուժեց, ֆեյք ֆաբրիկան ամբողջությամբ չկարողացավ կատարել այն պլանը, ինչ որ դրել էին։ Աբրահամ Գասպարյանը ելույթ չունեցավ Թեհրանում, բայց շատ ավելի ուժգին հարված հասցվեց սրանց քարոզչությանը, մեր շատ գրագետ հակաքարոզչությամբ եւ իրենք մնացին տակ։ Հիմա իրենք թող մտածեն հաջորդը ինչ են անելու։ Ներողություն, ես գնամ Բրյուսել
լինի կապահովի, on-line կլինի, off-line կլինի, 8-րդ երկրում, եթե ես պիտի հանդիպեմ ինչ որ մեկի հետ, ես հաստատ կհանդիպեմ, այնպես որ թող շատ չուրախանան, այն ինչ սարքեցին իրենք տակը մնացին ու խոստանում եմ սրանից հետո մի հատ էլ նման բան անել, տասնապատիկ ավելի հակահարված են ստանալու։ Այնպես որ ոչ ընկճվում ենք, ոչ բան, մենք գիտենք մեր օրակարգը, հայկական օրակարգը գիտենք ինչ բան է, Հայաստանի, Արցախ եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերը պաշտպանելու ձևերն էլ գիտենք, աշխարհի որ անկյունում էլ լինի, Մոզամբիկում էլ եմ ելույթ ունենալ, թող փորձեն միջամտել։ Տեսնենք ինչ կլինի, ով կհաղթի վերջում, շնորհակալ եմ։